Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ձերբակալել են Սամվել Կարապետյանի թիմակցին, ինչի համար են մեղադրում նրան։ Արշակ Սրբազանը դատարանում պատասխանել է իրեն առաջադրված աղմկահարույց մեղադրանքներին, ինչ որոշում է ընդունել դատարանը։ Ինչ են գտել Սրբազանի կեցավայրում և ով է տերորիստական պլանի հեղինակը, Սրբազանի փաստաբանները մանրամասներ են հայտնել։ Ծաղիկներ ու վիրավորանքներ խորհրդարանի աշխատանքի 1 օրը, ինչ են քննարկել պատգամավորները դահլիճում ու միջանցքում։ Հորմուզի նեղուցում լարվածությունը հասնում է վտանգավոր կետի, ինչ կլինի, եթե այս նեղուցը փակվի, որքան արագ կզգա դա շարքային քաղաքացին և կա արդյոք այլընտրանք այս կենսական ուղուն։ Քիչ առաջ հսկող դատախազի որոշմամբ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը։ Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ 18-ամյա տղային ազատ են արձակել Արմավիր քրեակատարողական հիմնարկից։ Նորածնի մայր Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրում են բարեգործություն կատարելու արգելքը խախտելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է Գոհար Ղումաշյանի համար որպես խափանման միջոց նայն կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Ղումաշյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Հիշեցնեմ, Ղումաշյանը 1.5 ամիս առաջ է ծննդաբերել։ Նա 3 անչափահաս երեխա ունի։ Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղար Մարիան Նաղարամանյանն էլ հայտնել է, որ հարցաքննության են հրավիրել նաև Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանին։ Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին, անհայտ ու անհասկանալի պատճառներով։ Կուսակցության անդամներն ու աջակիցները հակակոռուպցիոն դատարանի բակում են։ Ռեպրեսիան միանշանակ է, այն իմաստով, որ կրկին եթե նույնիսկ քրեական վարույթ են հարուցել, որի պայմանական առիթը կամ հիմքը ունենային, այդ դեպքում ինչի համար են ձերբակալում, կիրառում, այսինքն ինչի համար նման ինտենսիվ միջամտություն ենթադրող վարույթային գործողության հարկադրանքի միջոցի տրամաբանությունը իրացնել, սա է ամբողջ հարցը։ Սա քաղաքական հետապնդում է, սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է մեր կանանց միջոցով փորձել ճնշել մեզ, բայց ես մի վատ նորություն ունեմ նրանց համար, մեր կանայք չեն վախենում նման հետապնդումներից, Ուժեղ Հայաստանը չի վախենում որևէ հետապնդումից։ Գոհար Ղումաշյանը 3 անչափահաս երեխաների մայր է, իսկ փոքրիկը մանկահասակ է և կրծքով կերակրվող բալիկ է, սա հանրամատչելի տեղեկատվություն է, որովհետև մոտ 2 ամիս առաջ է բալիկը ծնվել, այստեղ ակնհայտ քաղաքական տարեր են առկա, սա դասական քաղաքական հետապնդում է, սա ջղաձգում է մեր կուսակցությունից, մեր կուսակցական գործունեությունից, մեր առաջնորդ Սամվել Կարապետյանից և սա հետևանք է օրեր առաջ մեր բազմահազարանոց ըստ տարբեր տվյալների 40,000-ը գերազանցող հանրահավաքի։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն էլ հայտարարել է, որ Գոհար Ղումաշյանի ձերբակալումը Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումն է։ Տեղի է ունեցել Արշակ Սրբազանի գործի վերաբերյալ դատական նիստը, մեղադրող դատախազը միջնորդել էր Արշակ Սրբազանի նկատմամբ կրկին կալանք կիրառել։ Դատախազ Ալիսա Բոյաջյանի պնդմամբ Սրբազանի ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու համար, այլև կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները ոչնչացնելու կամ կեղծելու համար։ Սակայն դատավոր Արթուր Ադամյանի որոշմամբ Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը մնացել է անփոփոխ։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ որ մարդկանց ցնորքների իման վրա։ Իմ փաստաբանը իրավական ձևակերպումների վրա կառուցված փաստարկներ բերեց։ Ես իհարկե զերծ կմնամ այդպիսի փաստարկներ բերելու, ես կփորձեմ ավելի սովորական, տրամաբանական ոլորտին վերաբերող փաստարկներ բերել։ Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժողը, բայց կա պատվիրատու։
Չկա իրականացնողը, բայց կա պատվիրատու։ Ես ներկայացնում եմ որպես պատվիրատու, անցյալ անգամ տեղյակ դարձան, որ թմրանյութ անգամ կորել է։ Չկա մարդը, որ ստացել է այդ թմրանյութը, չկա մարդը, որը որ տեղադրել է, բայց չգիտես ինչու, հրապարակի վրա հայտնվել եմ ես։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել։ Բայց մաքուր քաղաքական հետապնդման բաղադրիչներով, էլեմենտներով կառուցված գործ է։ Եվ այլ բան, քան քրեական գործի անմիջական վերացում ես չեմ ակնկալում։ Այստեղ ակնհայտ է, որ ամեն ինչ կեղծ է եւ շինծուր։ Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանը մեկնաբանել է Փաշինյանի, Կարգալույց Արման Սարոյանի ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովում որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ նշանակելու որոշումը։ Սա հերթական ցեխոտ կեղտոտ ոտքերով միջամտությունն է եկեղեցական գործերին, ասել է Սրբազանը։ Հիշեցնեմ, որ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել թմրանյութի գործով։ Իբր նա 2018 թվականին Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցների պայուսակի մեջ մարիխուանա գցել։ Սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից եւ այս գործի համար Սրբազանին 3 ամիս բանտարկել են։ Անմեղության մասին խոսող փաստաթուղթ, թե մեղադրանքի հիմք դարձած աբսուրդ։ Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ ներկայացված ապացույցները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Քննչական կոմիտեն որպես առանցքային ապացույց ներկայացնում է մի փաստաթուղթ, որի բովանդակությունը հիշեցնում է ոչ թե իրական ծրագիր, այլ ֆանտաստիկ ժանրի ֆիլմի սցենար։ Թուղթ, որը գրված է անգլերենով, որի վերաբերյալ անգամ ձեռագրաբանական փորձաքննություն չի իրականացվել։ Փաստաբանական թիմը պնդում է, սա ոչ միայն չի ապացուցում մեղադրանք, այլև ցույց է տալիս դրա խոցելիությունը։ Մինչ դատավարությունը մտնում է նոր փուլ, գլխավոր հարցը մնում է նույնը։ Ինչու են այսպիսի ապացույցները հայտնվել գործի նյութերում եւ ինչու է քննչական կոմիտեն լռում։ Անհրաժեշտ է ներխուժել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250 հազար քաղաքացիական անձի։ Ծրագիրն իրականացնելու համար ներառված են Իսպանիան, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը, Իտալիան, Վրաստանը, Կիպրոսն ու անգամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ոչ, սա ոչ ոքի երազը չէ, ոչ էլ հոլիվուդյան ֆիլմից հատված։ Բագրատ Սրբազանի դեմ որպես իրեղեն ապացույց ներկայացված փաստաթղթի բովանդակությունից մի հատված է։ Այսպիսի մի փաստաթուղթ անհայտ ծագումով, բնականաբար ոչ մի իրականության հետ աղերս չունեցող, դրվել է քննչական կոմիտեի կողմից, ղեկավարի կողմից այդ հայտարարությամբ, որ սա իր ձեռքով գրված փաստաթուղթ է։ Ապրիլի 9-ին ավարտվել է Սրբազանի գործով նախնական դատալսումների փուլը, շուտով մեկնարկելու է ապացույցների հետազոտման փուլը։ Նոր փուլից առաջ փաստաբանական թիմը հանրությանն է ներկայացրել Սրբազանի ու նրա աջակիցների դեմ ներկայացված մեղադրանքների հիմք հանդիսացող իրեղեն ապացույցները։ Առհասարակ արկա չէ որևէ քրեադատավարական վերլուծություն բովանդակային, թե ինչ դեր ունի այս փաստաթուղթը այդ ենթադրյալ մեղադրանքի հետ։ Այսպես կոչված ապացույցների մասին հերթով։ Ըստ քննչական կոմիտեի նախագահի այս փաստաթուղթը գրել է անձամբ Բագրատ Սրբազանը։ Նա նման հայտարարություն արել է ազգային ժողովի ամբիոնում, սակայն ձեռագրաբանական փորձաքննություն չի իրականացվել պնդումն ապացուցելու համար։ Տեղյակ եք այդ գործով, որ իրանց ձեռքով գրած ապացույցներ կա, որ արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահա բեկչություն։ Նախ ցանկացած իրավաբանի եւ առավել եւս իրավապահի, քննիչի, քննչականի պետի համար շատ ակնհայտ պետք է լիներ, որ այդպիսի պնդում կատարելու համար դրա վերաբերյալ պետք է ունենալ անխոցելի ապացույցներ, մասնավորապես միակ տարբերակը, որով կարող էր պնդել, որ այս կամ այն փաստաթուղթը գրված է Բագրատ Սրբազանի կողմից, դա կարող է լինել միայն դատաձեռագրաբանական փորձաքննության միջոցով, նման փորձաքննություն երբևէ ոչ նշանակվել է, ոչ փորձ է կատարվել նման ընթացակարգով պարզելու եւ իրականում ցանկացած ով կարող է վերցնել այս տեքստը եւ համեմատել Բագրատ Սրբազանի ձեռագիր որևէ գրության հետ, որը քիչ չի նաեւ սոցցանցերում առկա է, հատկապես հայերեն հատվածը եթե նայենք, ոչ մասնագետի համար էլ միանգամից ակնհայտ կլինի, որ դա իր ձեռագիրը չի։ Թուղթը, որը ներկայացված է որպես ապացույց, գրված է անգլերենով։ Ինքը Սրբազանը ծանոթ չէ փաստաթղթին։ Փաստաբանական թիմը նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես եւ որտեղից են հայտնաբերել փաստաթուղթն ու ինչպես է արձագանքել Սրբազանը։
Չեմ մեկնաբան, թարգմանում եմ անգլենից։ Իմացած գիտեմ։ Global Revolution։ Բան թերմո։ Մի քաղաքացի խնդրել է որ Ինչ կհայտարարեք սրա հետ կապված, ում պատկանում կողմից կատարվել։ մեկը տված կլինի։ Ձեր կողմից չի իրականացվել։ Իմ ձեռագիրը ստուգեք կտեսնեք որ չի։ Քրեական վարույթում որպես ապացույց ներառված է նաև այդ օրերին շարժման համակիրներից մեկից ստացած նամակը, որտեղ վերջինս Սրբազանին իր երազի մասին է պատմել։ Եկեղեցու բակը Բագրատ Սրբազանը զենք է հավաքում, մեծ չափսի զենքեր, տղամարդիկ գրառումներով ձեռագիր փաստաթուղթ Արկային նաև կամարներ, լույսի շողեր, Թուր ու Վահան, որը պիտի վերցնեի ես։ Եկեղեցու ներսը Բրուտյանը մոմ էր վառում և աղոթում գրառումներով փաստաթղթեր։ Պաշտպաններն անդրադարձան նաև աղմկահարույց ձայնագրություններին, որոնց խեղաթյուրման հիմքով հաղորդում էր ներկայացվել իրավապահ մարմիններին։ Պաշտպանական թիմը վերահաստատեց, չնայած գլխավոր դատախազը հայտնել էր, որ այդ ձայնագրություններն անցնելու են համապատասխան փորձաքննություններ, առ այսօր որևէ փորձաքննություն չի եղել։ Գրված է օրինակ Իգոր Սարգսյան, որի պաշտպանը ես եմ։ Այդ Իգոր Սարգսյանն ասում թե չէ։ Ես 30 տարի դատարանում էլ բազմաթիվ անգամ նշել եմ, 30 տարվա իմ ընկերն է։ Գաղտնը լսում եմ ձայնը չեմ կարողանում նմանացնել, ասեմ եղբայր, այս քննիչը հո պայծառապես չէր, Նաստրադամուսներ, Վանգաներ, թե Մեսինգներ, որ սենց լսում ա մեկի ասում գրեք սրա անունը, գրեք նրա անունը։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ նման ունակություններ ունենար քննիչը, Քրեական դատավարության 252 հոդվածը, որ սահմանում է փորձաքննության պարտադիր նշանակում, դրա երկրորդ մասն ասում է, որ եթե նույնիսկ նախաքննական մարմնի որևիցե անդամ տիրապետում է նման ունակությունների, նա չի կարող տա եզրակացություն։ Սրբազան պայքարի գործով կալանավորումները սկսվել են 2025 թվականի հունիսի 25-ին ահաբեկության եւ իշխանությունը զավթելու նախապատրաստության մեղադրանքներով։ 18 մեղադրյալներից մեծ մասի խափանման միջոցը երկարատև կալանքից հետո փոխվել է այլընտրանքային խափանման միջոցի։ Այժմ տնային կալանքի ներքո են գտնվում ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանը, վերջինիս վարորդ Կարո Օկումուշյանը, ՀՅԴԳՄ անդամ Իգոր Սարգսյանը եւ ակտիվիստ Վահագն Չախալյանը, իսկ Բագրատ Սրբազանը դեռևս գտնվում է կալանավայրում։ Նրա դիրքորոշումը կալանքի փոփոխման վերաբերյալ այն է, որ միջանկյալ խստությամբ խափանման միջոցներն ընդունելի չեն։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Տեղափոխվենք խորհրդարան, որտեղ եւս գրքերը թեժ էին, ծաղիկներ, շնորհավորանքներ ու մի քանի րոպե անց արդեն սուր հարցադրումներ ու վիրավորանքներ։ Այս գումարման ազգային ժողովի վերջին 2 ամիսներն են, սակայն նիստերը դեռևս շատ լարված են անցնում։ Քննարկումների ընթացքում ընդդիմադիր падգամավորները բարձրացրին համակարգային խնդիրներ, բարեկային ծառայությունից փրկարարների ատեստավորում։ Մինչդեռ նիստերի դահլիճից դուրս ազգային ժողովի միջանցքներում լարվածությունն ավելի էր աճում։ Քարորյա նստաշրջանի առաջին օրը Ռեպորտաժում։ Ծաղիկներով ու շնորհավորանքով սկսեց ազգային ժողովն ապրիլի 14-ի աշխատանքը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ծննդյան օրն է։ Պատգամավոր Գեգամ Նազարյանի մոտ նախարարին հարց տալու դժվարություն առաջացավ, ԱԺ նախագահի նվիրած ծաղիկները տեսնելուց հետո։ Գեղեցիկ ծաղիկներից հետո դժվար է, այո, ինչ-որ հարցադրումներ անել։ Շնորհավորում եմ ու ցանկանում եմ, որ ամեն անգամ բարեկների հետ շփումից հետո մարդկանց մոտ ցանկություն առաջանա բարեկներին, եթե ոչ ծաղկե փունջ, ապա մեկ այլ նվեր տալ։ Շնորհավորանքից հետո պատգամավորն անցավ բովանդակային դիտարկումներին ու անդրադարձավ բարեկային ծառայության աշխատանքին։ Երբ որ բարեկը մեքենան կանգնած վիճակում մոտենում է ու սկսում է հարց ու փորձ անել, թե ինչ խախտում կա ավտոմեքենայի հետ կապված, ասում եմ կանգնած, այդ դեպքում արդեն տրամադրությունը տնկնում է եւ մոռանում ես բոլոր այն դրական գործերը, որ բարեկային ծառայությունը արել է։ Ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանն էլ նախարարի ծննդյան օրվա կապակցությամբ որոշել էր գնահատականների հարցում զուսպ լինել։ Շնորհավորում եմ տիկին նախարար, իմ ելույթի բովանդակությունն էլ մի քիչ փոխվեց ձեր ծննդյան տոնի կապակցությամբ, շատ կաշխատեմ շատ խիստ չլինել։
Պատգամավորին երկու հարց էր հուզում։ Առաջինը վերաբերում էր փրկարար ծառայության աշխատակիցների ատեստավորմանը, իսկ երկրորդ հարցը կապված էր գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ։ Դանիելյանը նշեց, որ ոլորտում առկա են կարգավորման խնդիրներ եւ կոչ արեց նախարարությանը ուշադրություն դարձնել նաեւ այդ հարցին։ Եվ անցնելով զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը նշեց, որ զորակոչի վերաբերյալ լրջագույն խնդիրներ կան։ 2025 թվականին բանակ է զորակոչվել, զորակոչի ենթականների ընդամենը 35% է, իսկ զինվորների թվի 30%-ի չափով տղաներ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ստացվում է անարդար եւ անհավասար իրավիճակ։ Բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները։ Անարդարությունը շարունակվում է նաեւ ծառայությունից հետո, քանի որ ծառայողները հետագայում մասնակցում են նաեւ վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում։ Պատգամավորն առաջարկում էր քաղաքացիությունից հրաժարվելու հարցին տալ այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահեցնում էր, որ այդ դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1.5 տարի ծառայողները կստանան 1.5-ից մինչև 3 միլիոն դրամ։ Բայց ԿՊ-ն դեմ քվեարկեց իրենց կուսակցի առաջարկած նախագծին։ Որոշումը չի ընդունվել։ Ազգային ժողովում չընդունվեց իմ կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, բայց չենք ընկճվում ու առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության եւ հատկապես պաշտպանության նախարարության հետ։ Զուգահեռաբար ազգային ժողովի միջանցքում լարված ճեպազրույցներ էին։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառնում էր թիրախավորել լրատվամիջոցներին։ Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները, մի վարքյան, բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրեց, որ Մոսկվա այցից հետո Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսեյ Օվերչուկը կորտ հայտարարություններ էին արել, իսկ Ալեն Սիմոնյանն էլ այն ժամանակ հակադարձել էր, որ եթե գազի գինը թանկանա, Հայաստանն էլ ԵԱՏՄ-ից եւ մյուս կառույցներից կհեռանա։ Բայց ինչի պետքա գազի գինը թանկանա։ Չէ, մի վարքան ինչի պետքա թանկանա։ Մի վարքան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետքա թանկանա։ Այսինքն ակներ Մի վարքան, չի հնչել, գազի գինը ինչի պետք է թանկանա։ Մի վարքան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլի տեղեկություններով հայկական բիզնեսն արդեն խնդիրներ ունի Ռուսաստանում, մասնավորապես խոսքը ջերմուկի եւ Պրոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի մասին է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն եւ իրենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չեն պատերազմի եւ չեն կռվի։ Բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Ճեպազրույցի ժամանակ Սիմոնյանը տեղեկացրեց, որ մի քանի օրից կմեկնի Ստամբուլ հանդիպելու Ադրբեջանի ու Վրաստանի իր գործընկերներին։ Ապրիլի 14-ին լրագրողների հարցերը շատ էին, ինչից էլ Սիմոնյանը մի փոքր վրդովեց։ Նիկոլ Փաշինյանը չլեր, ձեզ մեծամասնությունը հիմա ինոագենտ կլինեին։ Օրինակ 2021 թվականին եթե այլ ընտրություններ, ներողություն, եթե 2021 թվականին ընտրությունները այլ կերպ դասավորվեն, հիմա ձեր մեծ մասին ագենտ կներ, դու բանտում կլներ կամ ինչ-որ արտերկրում։ Հարցերի տեղատարափից Ալեն Սիմոնյանը վիրավորեց լրագրողներին ու դադարեցրեց ճեպազրույցը։ Իսկ կարող է քո ասուլիսն, արիստեղ ասուլիստ, արիստեղ կանգնի, շարունակեք իրան հարցը։ Պարոն Սիմոնյան, ինոագենտ եք ասում լրագրողներին, ի՞նչ է այդ նշանակ։ Փաշինյանից առաջ կյանք եղել է։ Իդեպ քիչ առաջ Գոհար Ղումաշյանին հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան։
Անվերջ խցանումներ, ազդանշանների աղմուկ ու նյարդայնացած վարորդներ։ Իսակովի պողոտան այս օրերին դարձել է ոչ թե ճանապարհ, այլ փորձություն։ Մի կողմում կիլոմետրերով ձգվող հերթեր, մյուսում նորից քերվող ասֆալտ, որը շատերի կարծիքով նույնիսկ վնասված չէր։ Առավոտյան ու երեկոյան վիճակն առավել մտահոգիչ է։ Մարդիկ ուշանում են աշխատանքից, երթևեկությունը կանգնում, իսկ շրջանցելու տարբերակները գրեթե բացակայում։ Միևնույն ժամանակ ճանապարհային դեպարտամենտը հերթական վերանորոգումն է իրականացնում առանց հստակ պարզաբանելու, ինչու հենց հիմա եւ ինչու հենց այս հատվածում։ Ինչու են քերում չվնասված ասֆալտը եւ ինչու է քաղաքը հերթական անգամ հայտնվել տրանսպորտային կոլապսի մեջ։ Հարցերի պատասխանները փորձել է գտնել Սեդակ Յուրեղյանը։ Իսակովի պողոտան է, մի կողմում անվերջանալի խցանումներ ու նյարդեր, մյուս կողմում եռացող շինաշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտն է հերթական անգամ ասֆալտապատում ճանապարհը, այն ճանապարհը, որը նույնիսկ սովորական օրերին է խցանված։ Իսկ այս դեպքում այն էլ աշխատանքի գնալու ժամին անհաղթահարելի է դարձել։ Մեքենաների հերթը կիլոմետրեր է ձգվում, վարորդների նյարդերն էլ չեն հերիքում։ 3 ժամ է, փորձում ենք Իլիկի ավտոկայանից հասնել Արգավանդ։ Առավոտյան եւ երեկոյան ժամերին խցանումներն ավելի անտանելի են դառնում, բարձրացնում են վարորդները համացանցում։ Լավ գործ են անում, էլի դժգոհ եք, շրջանցող ճանապարհ գտեք, մեկնաբանել է օգտատերերից մեկը վարորդի հոլովակի տակ, պատասխան է ստացել։ Հարավարեմտյան թաղամաս մտնող ճանապարհը փակ է, կասես ոնց շրջանցենք, հանդիպակաց դուրս եկողը մի գիծ է, հարավարեմտյան թաղամաս գնացողը պիտի գնար հասներ Բագրատունյաց Նոր Սեբաստիայով հետ գար, բայց այդ ամբողջ ճանապարհը փակ, կոլապս, փողոցում 4 հոգի էին աշխատում։ Հետո էլ նման մասշտաբի գործն անում են գիշերով ու հույսը չեն դնում նրա վրա, թե ասել ենք, որ փակում ենք, մենք էլ մեր համար բզբզում ենք։ Փողոցին կից բենզալցակայաններից մեկի աշխատակիցն արդեն մոտ 1 շաբաթ է ականատես է այս իրավիճակին։ Ասում է, մի քանի անգամ նույնիսկ վարորդները մեքենաներից իջել ու վիճել են։ Արդեն քանի օր է այս վիճակն է։ Ով ասֆալտ է, ակուրատնի ասֆալտ է, այնքան տեղեր կան փոս, զիբիլ, կեղ։ Նրա պնդմամբ այս իրավիճակին գումարվել է նաև այն, որ Երևան եկող ճանապարհն այսօր ամբողջությամբ են փակել։ Աշխատանքներն էլ տևում են առավոտյան 6:30-ից մինչև ուշ երեկո։ Երևան եկողները երթևեկում են դեպի Էջմիածին գնացող ճանապարհի հանդիպակաց գոտիով 1 գծով, օրվա սկզբին ու ավարտին անհնար դարձնելով շարժը։ Ակտիվիստ Արթուր Չախոյանն ընդգծում է, Իսակովի պողոտան վերանորոգելն ամենամյա սովորություն է դարձել իշխանության համար, բայց այս անգամ պատճառը հարգելի է։ Իսակովի փողոցի ասֆալտապատման անհրաժեշտությունը ես չի տեսնում, բավականին նորմալ ճանապարհ է, բայց իր մի փոքր թերություններով, այնպես չէ որ դա իդեալական ճանապարհ է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում պատվիրակությունը մեծ գալու, sense ասած հյուրերի առաջի ճանապարհն է։ Եվրոպայից է մայիսին Հայաստան ժամանող պատվիրակությունը։ Մակրոնը Ֆրանսիայի նախագահն է Հայաստան գալու։ Հենց այս պատվիրակության ժամանումն ու սուղ ժամկետներն են Չախոյանի գնահատմամբ նման ծավալի շինարարության պատճառ դարձել։ Իսկ այն, որ Երևանում գտնվող փողոցի վերանորոգումը չի իրականացվում համայնքային բյուջեով, Չախոյանը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։ Ինչ կապ ունի աչք գրպանից ես հանում, թե ծաղ գրպանից ես հանում վճարում ասֆալտապատման աշխատանքի համար։ Փոխարենը խնդիր է տեսնում գումարները հերթական անգամ մսխելու եւ աշխատանքները արդյունավետ չիրականացնելու մեջ։ Երեք չառաջ օրը տեսանյութ էր համացանցում հրապարակվել, թե ոնց են Իսակով փողոցում անձերի ժամանակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնում, բնականաբար ես այդ ամենի նորմալ չեմ վերաբերվում եւ բնականաբար նման ասֆալտապատման աշխատանքները չեն կարող լինել որակյալ եւ այդ ասֆալտը պետքա քանդեն, տազա անեն։ Հակառակ դեպքում այդ ասֆալտը երկար կյանք չի ունենա։ Մեր նկարահանող խումբը եղավ շինաշխատանքների վայրում։ Իսակովի վերանորոգումն իրականացնում էր Արարատ Ճանշին կազմակերպությունը, իսկ նախատեսված գումարի չափի, ժամկետների եւ վերանորոգման առաջնահերթության պատճառների մասին աշխատանքները նախաձեռնած ճանապարհային դեպարտամենտը գրավոր հարցում պահանջեց։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Վաշինգտոնում մեկնարկել է Իսրայելի եւ Լիբանանի միջև ուղիղ բանակցությունը։ Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել էր, որ Վաշինգտոնում Լիբանանի եւ Իսրայելի դեսպանների միջև հանդիպումը ճանապարհ կբացի երկկողմ շփումների համար եւ կհանգեցնի սահմանին հրադադարի վերաբերյալ նոր համաձայնության։ Նրա խոսքով այժմ հնարավորություն կա ԱՄՆ-ի հովանու ներքո կայուն կարգավորման հասնելու, ինչին Լիբանանը ձգտում է։ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող չինական լցանավն անցել է Հորմուզի նեղուցով, չնայած Դոնալդ Թրամփի սահմանած շրջափակմանը։ Նավը, որը սանկցիայի տակ է Իրանի հետ գործակցության համար, առաջինն էր, որը մտել է Հորմուզի նեղուց եւ դուրս եկել Պարսից ծոցից։ ԱՄՆ զինվորականների երթուղին փակելուց հետո այն տեղափոխում է մոտավորապես 250,000 բարել մեթանոլ։ Ընդամենը մի քանի կիլոմետր լայնությամբ այս նեղուցը պահում է աշխարհի էներգետիկ զարկերակը։ 33 կիլոմետր, այսքան է Հորմուզի նեղուցի ամենանեղ հատվածը։ Բայց հենց այստեղով է անցնում օրական մոտ 22 միլիոն բարել նավթ, համաշխարհային սպառման մոտ 5-րդը։ Սա միակ ծովային ուղին է, որով Պարսից ծոցի նավթային հարուստ երկրները կապվում են արտաքին աշխարհին, եւ հենց այս կետում ցանկացած լարվածություն անմիջապես դառնում է գլոբալ խնդիր։ Եթե նեղուցը փակվի, նավերը կդադարեն շարժվել, կինը բարձրանում է, իսկ համաշխարհային տնտեսությունը կարող է մտնել ճգնաժամի փուլ։ Այսօր արդեն խոսքը միայն տարածաշրջանային լարվածության մասին չէ, խոսքը աշխարհի տնտեսության ամենախոցելի կետի մասին է։ Պատերազմ Հորմուզի շուրջ, ինչ խնդիրներ կառաջանան, եթե չդադարի, այն Անյա Բաղյանն է ներկայացնում։ Ընդամենը մի քանի կիլոմետր լայնությամբ այս նեղուցը պահում է աշխարհի էներգետիկ զարկերակը։ 33 կիլոմետր է Հորմուզի նեղուցի ամենանեղ հատվածը։ Հորմուզով անցնում է օրական 22 միլիոն բարել նավթ։ Ամեն բարելը կազմում է մոտ 159 լիտր, այսինքն օրական ընդհանուր ծավալն անցնում է 3 միլիարդ լիտրը կամ ավելի քան 1300 օլիմպիական լողավազանի չափ հեղուկ։ Սա կազմում է ամբողջ աշխարհի օրական նավթային սպառման մոտ 21%-ը։ Աշխարհում ծովային ճանապարհով փոխադրվող ամբողջ նավթի մոտ 1/3-ն անցնում է հենց Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, նեղուցով անցնում է նաև աշխարհում վաճառվող բնական գազի 1/4-ը։ Հորմուզի նեղուցում նավարկությունը կազմակերպված է երկու հակադիր երթուղիներով, որոնց միջև գործում է մեկ բուֆերային անվտանգության գոտի։ Այն նվազեցնում է բախումների ռիսկը եւ ապահովում շարժի վերահսկելիությունը։ Սա միակ ուղին է, որով նավերը կարող են Պարսից ծոցից դուրս գալ դեպի Բաց օվկիանոս։ Իսկ այդ ծոցի ափերին գտնվում են 8 նավթային հարուստ պաշարներ ունեցող երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Օման։ Այս երկրներից շատերի համար նեղուցը միակ ելքն է դեպի աշխարհ։ Ընդհանուր առմամբ աշխարհի էներգիայի մոտ 15%-ը կախված է այս տարածաշրջանից եւ հիմնականում անցնում է հենց Հորմուզով։ Սա է պատճառը, որ այս նեղ հատվածը ունի բացառիկ կարևորություն։ Աշխարհի խոշոր պետությունների տնտեսության հնարաններից մեկը մի քանի կիլոմետրանոց այս նեղուցն է։ Նավթի մեծ մասը գնում է Ասիա, հատկապես Չինաստան, Ճապոնիա եւ Հարավային Կորեա։ Չինաստանն այս տարածաշրջանից է ներմուծում իրեն անհրաժեշտ նավթի գրեթե կեսը։ Ճապոնիան իր էներգիայի մեծ մասը ստանում է Հորմուզից, Հարավային Կորեան եւս մեծապես կախված է այս ուղուց։ Կա այլընտրանք Հորմուզի նեղուցին։ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրություններն ունեն որոշ խողովակաշարեր, որոնք միայն մոտ 20% հոսքն են ապահովում։ Արտասահմանցի տնտեսագետների վերլուծությունները ձևավորել են կարծիք ու պատկեր, թե ինչ կլինի աշխարհի տնտեսության հետ, եթե Հորմուզը փակվի։ Նավթային ընկերությունները կդադարեցնեն նավարկությունը, մի քանի ժամում նավթի գինը կտրուկ կբարձրանա, շաբաթների ընթացքում համաշխարհային տնտեսությունը կմտնի ճգնաժամի փուլ։ Իսկ ինչպես կարող են հաղթահարել։ Նավթ տեղափոխող նավերը ստիպված կլինեն երթևեկել 14 օր ավելի, որպեսզի շրջանցեն Աֆրիկայի հարավային ծայրը։ Ապահովագրական վճարները կտրուկ աճելու են եւ շատ նավեր պարզապես չեն մտնելու վտանգավոր գոտի։ Ստեղծված վիճակի հետևանքները կրելու է մարդը, թանկացած վառելիք, սնունդ, տրանսպորտ ու կրճատված ավիաչվերթներ։ Հորմուզի նեղուցը համաշխարհային տնտեսության ամենակարևոր խոցելի կետերից մեկն է, որը նահանգների 47-րդ նախագահը շրջափակել է։ Իսկ Իրանը, որին էլ պատկանում է Հորմուզի նեղուցը, նոր բանաձև է ընդունել նեղուցից օգտվելու համար։ Աշխարհի տնտեսության զարկերակը վտանգված է, վտանգելով աշխարհի տնտեսությունն ու սոցիալական վիճակը։ Անյա Բաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Եվ վերջում Հնդկաստանի էլեկտրակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 10 զոհ եւ ավելի քան 40 վիրավոր։ Տեղական իշխանության ներկայացուցիչները հայտնել են, որ նախնական տվյալով պայթյունը տեղի է ունեցել կաթսայատներից մեկում։ Ենթադրվում է փլատակում էլի մահացածներ կան։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղ առավոտյան ժամին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։